անիմաստ սովորական զրուցարանից վեճը ոչ մի բան, ռեպլիկների կար յուրաքանչյուր խաղային ընթացքում, որ լինում է մարդկանց մեջ, ընդամենը խոսակցությունը եղել այն, որ երկու աբարանցիները չեք կարողանում կռվել։ Դրան հետևել է թուրք արտահայտությունը, հասցեագրված ամուսնուս։ Հետևաբար ամուսինս ասել է, տարիքով մարդ ես, ինչեր ես ասում։ Ասել է թուրք ես, թուրք եմ ասում։ Այդ ժամանակ խաղը ընդհատել է, ձեռքով խառնել է այդ շախմատը, ասել է չեք շարունակի այս խաղը ուրեմն։ Վերցնելով այդ տախտակը, ուզեցել է հարվածի ամուսնուս, ամուսինս հարել է, ասել է գնային կողմ, տարիքով մարդ ես, չես ամաչում, հարելուց ընկել է ինքը, Բաբկեն Սարգսյանը, իրեն Բոհմակի հայրը, այդ հարձակողներին, մարդասպանների։ Առանց անհարմար զգալու, ասենք, գնացել է տղային ու թորներին ասել է, որ Վարդանը ինձ խփել է։ Եվ տղաները բարձացել են վերև, որպեսի այդ բան անեն, իրանց հոր մուրը հանեն։ Մինչև էլ ասեն, որ բնակիչ կա, որը տեսել է վերևից, այսինքն ինքը եկել է հետախուզության, ուսումնասիրել մանկապարտեզի բակը, տեսել է, որ ոչ ոք չկա, ձեռքով կանչել է տղաներին եւ ասենք այդ թորներին, ոնց ասեմ ձեզ, վարձու մարդասպանների խումբ է դրանք, պարապած աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի չեմպիոն, Հայաստանի չեմպիոն, այդ երեքն էլ, այդտենց հզոր բարեցներ են, որոնք որ օրենքով ստորագրություն են տվել, որպեսզի իրանց ֆիզիկական ուժը չգործածեն։ Եկան նշվում էր, որ նրանք գիշերային ակումբի, գիշերային ակումբի անվտանգության աշխատողներ։ Ճիշտն ասած, էդի ճշտված, ասենք, տվյալներ չեն, Սոնա ջան, ասենք, բայց շրջանառվում է լուրերը, որ իրոնք էլա համացանցի այդ ախրանիկներ են, էլի, եկել էին մոտեցել տիկնոջը, իրանք դրսում նստած են, Վարդան այդ պահին, ինքը լինելով շատ ինտելիգենտ մարդ, վիրավորվել էր, այդ հոգու խորքից վիրավորվել այդ մարդու արարքից, որ իրան թուրք են ասել։ Վարդանը, քանի որ վիճաբանող, ինքը շատ հանգիստ մարդ է բնավորությամբ, ինքը մուտքի մոտ մեր բնակավայրի կաբասկաթոր, ինքը եկել է տեղ նստել, ես տեղյակ չէի։ Երբ որ ինձ ասացին, Կարինան ասեց, բա գիտես, քեռին այնտեղ քնած է։ Այսպես նայեցի դուրսը, տեսա Վարդանը, ինքը գունատված էր։ Վարդան ասեց, ինչ ա պատահել, արի գնանք տուն պարկի, չասեց, ես գործ ունեմ, հիմա այնում, երկու րոպե նստեմ, գնամ գործ ունեմ անելու։ Խոսքը բերանումս, որ համոզում էի շոկը արի երկու րոպե պարկի, հետո կգնաս, երկու երիտասարդ մոտեցան։ Ով է Վարդանը։ Վարդանը ասեց ես։ Հլա արի ասեց մի հատ։ Վարդանին ինքը արհեստավոր է, բոլոր բնակիչները իրեն ճանաչում են, երբևէ նման տոնով չեն հրավիրել, չեն իրան վերադիմել։ Եվ դա ինձ զարմացրեց։ Քանի որ ես դուրս եկե բոբիկ, որ տեսնեմ ինչու է այնտեղ նստած քնած, կոշիկ չէ յակե։ Ասացի գնամ, Վարդանը վեր կացավ իրանց ետևից գնաց։ Իմ տեսադաշտից արդեն պատի անկյունը գնացին, ես գնացի, որ հագնեմ կոշիկ, բայց մի տեսակ չկարողացա ես դա կատարի մի շտապ բոբիկ գնացի, բայց ես դանդաղ մոտեցա, ասացի տղամարդիկ են, միգուցե ինչ-որ բան են խոսում, լսեցի այն, որ ասում էր պետք է ներողություն խնդրես, Վարդանը ասաց չեմ խնդրի, ասեց կխնդրես, Վարդանը այն արտահայտությունը, որ ինչու համար եւ որ շարունակի բացատրությունը ինչ է կատարվել։ Ինքը մի անգամից հարվածեց դեմքին ու ես վազեցի։ Հարվածելու Վարդանի ինքը բուջուրիկ մարդ չէ։ Թռիչքը մի անգամից եղավ։ Եվ վայրագությունը սկսվեց։ Անգաց վիճակում, երբ որ ամուսինս ցանկանում էր բարձրանա, ես բնականաբար իրենց պահում էի, որ ես այդ ուժը չունեի, ես այդ բոբիկ էի։
իրանք ավելի մի քիչ sense իրանք հարմար դիրքի համար բարձրացնում էին, խփում նորից գցում։ Եվ դեմքին, գլխին հարաբացները շկվալ, որով այն երկու եղբայրով էին դա։ Երկուսով հարաբացները սկսել շարունակեցին եւ բարձրացրեցին այնպես, որ խփելուց մյուս անգամ ինքը ընկավ արդեն ոչ թե դեպի խոտերի մասը, այլ ասֆալտին, եւ որտեղ իր բերանից արդեն կես պրոթեզի կեսը թափվեց, կեսը ինքը ըստ երևույթի ցավից էր, ներվից էր, կեսը բերանն էր պահել, կեսը թափվել էր։ Այդպես ծեծելով հասցրեցին իմ պատուհանի տակ, ես չհասկացա որտեղից հայտնվեց հռչակավոր Երևանի հալալ կեսը, եթե ոչ բոլորը, ճանաչում են ջունգլին։ Այսպես բռնեց պարանոցից ու իրեն կապիկաձև ձեռքերով, կապիկաձև ես դա առերեսման ժամանակ եմ ուշադրություն դարձրել, թե նա արդեն ինչ ձեռքեր ունի։ Ուժգին հարվածներ էր հասցնում։ Այնտեղից որտեղից ես չէի կարող տեսնել, ով որտեղից է հայտնում, հայրը եկավ, բաբկենը։ Նույն ձևով էլ ինքն էր գլխին հասցնում հարվածներ, իր այդ ջունգլ փչացյալը հասում էր, մոլ հայրիկ, ես ինքս, մոլ գիտեք այդ իր ժեստ, այդ ամեն ինչը որ նիմարա է ռուկի, ես ինքս հարվածների շկվալը, այս կողմից, այն մյուս երիտասարդները, ես եւ աղջիկս միասին, հայհոյանքները հայրը, ես չեմ կարող ասել, դա անիմաստ է ասել, այդ տարիքի մարդ։ Ձեր աղջիկն էլ էր ներկա։ Այո, աղջիկաս աչքի, եւ գիտեք ինչ կա, միգուցե իմ ներկայությունը ամուսինս կարողանար մի կերպ, բերիվարիչ, բայց դուստրի ներկայությունը ինքը չկարողացավ տանել։ Ինքը այնքան մեծ սեր ունի իր երեխաների եւ դուստրի նկատմամբ։ Ինքը այնքան հարգանքով է վերաբերվում իր երեխաներին, որ տեսնելով որ իր հայրիկին ինչպես են տշում, ինքը դա չէր ցանկանում, ինքը չկարողացավ։ Ես այդ իր հոգեբա ասում եմ աղջիկս գրկելով երբ որ իրեն տանում էր, որ նստացին է բասկաթորին այդ մուտքի մոտ։ Եվ այդ ժամանակ ինքը Վիկ հանգստացիք, ինձ ոչինչ չի պատահել։ Իրանք լացվեցին ադրենալինով, իրանք արդեն հաղթանակած էին։ Երբ որ իրենք արդեն գնում էին, ես չգիտեմ ինչ էի գնում իրանց հետևից, ես այդ պահին չեմ գիտակցում, ինչի համար էի գնում։ Ես իրենց անպատվելով իրենց հետևից գնում էի։ Աղջիկս հայրիկին էր տանում, ես իրանց հետևից գնում էի։ Ես չէի հասկանում ինչ էի գնում, բայց ես գիտեմ, որ ես հայհոյում էի իրենց։ Կանգնեց երեքով մեկը մյուսի հետևից, հայրիկը ամենաառջևում էր դեպի դուրս բակից, արդեն տարածքից մանկապարտեզի ասեց. Շնորհակալ եղի, որ այդքանով բարձակ։ Ու տեղափոխեցիք հիվանդանոց, թե ոնց։ Մենք ես եկա անմիջապես շտապօգնություն զանգեցի։ Սկորիով տարել ենք, հասցրել ենք հիվանդանոց եւ այլը, սկսեցին ռենտգեն, տուդա, սուդա, ամեն ինչ, էլ այդպես արեցին, ուղղակի միակ թերացումը, որ կատեն չեն արել։ Իհարկե դա մեր թողտվությունն էր, որովհետև ես քննիչի մոտ էի միլիցիայում, անմիջապես գնացել եմ միլիցիա, քննիչի մոտ էի, այդ պահին ինքը մանկաբանից փախավ, հիվանդանոցից։ Մինչև քույրս նայեց ինչա, ինքը դուրս էր եկել տաքսի էր նստել, հազիվ հասցրել է միանալ Վարդանին ու գալ տուն։ Եկել է տուն արդեն կամած, ինքը արդեն սկսել էր ոչ adekvat շարժումներ։ Ու վերջի վարքյանին, երև ուղեղը երբ որ պայծառացավ, անդադ ինքը գլուխն էր բռնում։ Վերջի վարքյանին, որ քնիչ չէր սպասում, նա վերցրեց ստորագրի, որ ես բողոք չունեմ։ Վերջի վարքյանին վերցրեց այդ ստորագրեց, բողոքում եմ եւ պահանջում եմ խիստ պատիժ ու ինքը արդեն վատացավ։ Նորից ստիպեցինք, որ գայվանդանոց չեկա, մինչև առավոտը ինքը տենց վիճակում էր, առավոտյան ես նորից սկորիով տալ եմ հիվանդանոց, ուտեղ առաջի հերթին կատե եւ այլ եւ տեսան, որ արդեն ուղեղի հետ կապված խնդիր է, դարան օպերացիա արեցին, ընդամենը 10 ժամվա ընթացքում ինքը մահացավ։ Հիմա կա հարուցված քրեական գործ, ձերբակալված մարդիկ։ Ձերբակալված, ուրեմն 4 հոգուց, 2-ը ձերբակալված են, Սարգսյան Սարգիսը եւ ներողություն Սարգսյան Սարգիս չի։
Սարգիսը ձերբակալված է Սարգսյան Գևորգի հետ, իսկ մյուսը Վիկտորը Հովսեփյան ու Ղուկասյանն են, ես ազգանները բան եմ անում, էլի շփոթում եմ։ Բանը Վիկտորը փախուստի մեջ է։ Հա, փախուստի մեջ է, բնականաբար հետևում են, որպեսզի բռնեն։ Սադախլուի ճանապարհին երկուսին բռնել են, բերման են ենթարկել, հորը բաց են թողել ստորագրությամբ, 4 հոգ են։ Այսօր փաստորեն, գիտեք մտավախությունը ինչումն է, որ հնարավոր է, որ ասենք իրան գործը այնպես շուռ տան, երբ որ նա արդեն խոսում է հովանավորների մասին, թե ով է այդ հովանավորը, բնավ մենք չգիտենք, դեռևս ասենք կասկածներ կան, բայց որ կոնկրետ ասեմ, այս մարդը իր հովանավորն է, չունենք։ Այս հարցում կոնկրետ ես վստահ եմ, որ շեղում չի լինի, որ ինչ որ անպայման հաղթանակի կհասնենք։ Եթե Աստված մի արածի, այս գործը չստանային ընթացքը, որ խմբակայինով իրանք մինչև 15 տարի նստեն, այդ գործի ավարտը ես եմ անելու։ Այսինքն Հայաստանում հայտնվելու է Տիկին Թումանյան Մարետան, որ տերոր է անելու։ Այդ կենթանին մի օր էլ իրանց դեմա դուրս գալու իրանց երեխաների, որտեղ իրանք է դիրքում չեն մնալու։ Իրեն հովանավոր ով որ իրեն թույլ է տվել ինք այդպես ընդարձակվի։ Իրանք է դիրքում չեն մնալու, իրենք իջնելու են։ Եվ նույնը իրենց երեխաներին անելու է ջունգլը եւ ջունգլի երեխաները, նրանք արյունոտ հացով սնված երեխաներ են։ Նրանք չգիտեն Վարդանի պես քրտինքով վաստակած, դառը քրտինքով վաստակած երեխա պահելը ինչա։ Նրանք ուտել չգիտեն, նրանք լափել գիտեն։ Նրանց մայրը չի սովորացրել տարբերել սնվել եւ ուտել։ Ես ջիջ եմ անում արդարադատությանը, արդարությանը։ Ջիջը ես չեմ ուզում ասեմ, ես չունեմ, ես որտեղ եմ բնակվում, դա չէ իմ նպատակը։ Լացը չի իմ նպատակը, իմ նյութականի։ Իմ լացը, իմ ջիջը այն է, որ բոլորս ես դեռ երեխաներ ունեմ։ Նրանք ոհմակ են, ես վախենում եմ։ Հասա քնության ժամանակ Ես վախենում եմ, նա ինձ արդեն ասել է։ Ջունգլը ինձ ասում է, նայելով աչքերիս մեջ։ Տիկին Տանյա, վախեցիր, վերև մարդ կա։ Ասում եմ, ինչ անեմ, որ կա։ Երեխաներ ունես, դեմը տա բերելու, ասում եմ, ով է այդի։ Աստվածը։ Ինքը գիտեմ ինքը ինչ է ասում։ Ես գիտեմ ինքը ինձ ինչ է ասում։ Աղջիկ ունես, նայիր։ Երբ որ Վարդանը Լաչինի գրաման ժամանակ մասնակցել էր այդ պատերազմին, երբ որ Վարդանին ջոկատի տղաները ձի մականունն էին կպցրել, ինչի համար, երբ որ բոլորը բարձրանում են իրենց ռյուկզակները ուսապարկերով ընդամենը, Վարդանը, հա, շրջափակման մեջ է, երբ որ Վարդանը 3 հատ արկի այդ արկղները արդեն քանի կիլոգրամ է 30-ը թե 40-ը, 3 արկղը դրած մեջքին բարձրացնում էր սար, իջնում ներքև նորից բարձրացնում, որից հետո այդ շրջափակումից էլ ազատամարտիկ վիրավոր ազատամարտիկ Վարդանյան Գագիկին է փրկել, իջեցնելով ներքև, վերջում ասենք, երբ որ Գագիկ արդեն անուժեր չէր կարող դիմանալ, ձեռքին բան չկար, ցավազրկող կար, բայց ասենք սպիրտ բան ջուր չկար, որ հետույքը սրբեր։ Հանում է անդրավարտիկը կռանում, լեզվով մաքրում է այդ մասը, որտեղ պիտի սրսկի։ Ուզում եմ ասեմ, այդ պահին անգամ ինքը ամեն ինչ արել է, այս է այդ մարդն է։